պետությունը մարդկանց հարկելուց պետք է ճիշտ գնահատի քո միջին քաղաքացու կարողությունները։ Ինքը ինչ հնարավորություններ ունի։ Դու չես կարող, օրինակ, Հայաստանում այնպիսի հարկեր դնել, որոնք օրինակ Շվեդիայի կառավարությունը կարող է դնել ասենց միջին շվեդական ընտանիքի վրա։ Տարբերություն ահռելի է այդ հնարավորությունների մեջ։ Դու չես կարող հարկային բեռը այնքան ավելացնել, որ քո քաղաքացին չի կարող այլևս դա մարսի։ Գույքարկը դա ասենց ուղղակի արտացոլում է երկրի տնտեսական վիճակը։ Սա բիզնեսի վրա հարկ չի։ Ըստ էության ինքը հարկ է, որը մի քայլ ասենց տնտեսական մի ցիկլից հետո ինքը արտացոլում է նաև բիզնեսի վրա, բայց գույքարկը ամեն Հայաստանի ամեն մի քաղաքացու վրա դու հարկ ես դնում հաշվի չառնելով իսկ այդ մարդու հնարավորությունները ինչպեսին են։